Ողջույն ցեզի սիրելի ուխտավորներ։ Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ սիրով մենք հավաքված ենք այս օրհնյալ եկեղեցին, որ երկու անունով ջանցված է։ Նախ այս եկեղեցին կոչվի Santa Maria in Palmis կամ Domine Quo Vadis։ Ինչ կնշանակե Palmis, կնշանակե նրբան, ոտքի դագը, որովհետև այստեղ այս եկեղեցու մեջ Հիսուսի ոտքի հետքերը կան, իսկ ինչ կնշանակե Domine Quo Vadis, լատիներենով է, կնշանակե, որ դեր ուր գերտաս։ Նախ երկու բառ եկեղեցու գարույցի մասին խոսիմ, հետո պատմությունը պատմեմ։ Այստեղ սիրելիներ, այս ճանապարհը Հռոմի ամենահին ճանապարհներն է, որ կոչվի Ափիան ճանապարհ։ Այստեղն է, որ մարդիկ Հռոմ քաղաքեն դուրս գելեին, երթային Եգիպտոս Հունաստան, կամ այստեղ են գանցնեին։ Եվ ուր որ մենք գանք, նախապես այստեղ կգտնվեր վերաթարցի Չաստուծո գուրգը տաճարը, մարդիկ որպեսի իրեն եթե դժվար ճամփորդությանց պիտի երթային, գուքային այս Չաստուծոնքով իրենց աղոտ կգնեին, գերտային դժվար ճանապարհներեն, վերաթարցին գուքային շնորհակալություն կհայտնեին այդ Աստուծուն, որ սիրենք տարավ ու բերավ, եւ իրենց դուները գերտային։ Այս եկեղեցին անթին եւ այս ամբողջ շրջապատը կատակոմբները կան։ Կատակոմբ կնշանակե քետնաթամփան, այսինքն քետնին դակ աշխարհ կա, քետնին դակ հսկա քաղաքներ կան այստեղ։ Քանի անգամներ որ այցելած եմ, այս քետնաթամփարաններու դակ ովքեր գաբրեին, քրիստոնյաները, վախնալով ռոմեական գայսրեն, քետնին դակ գաբրեին, եւ երբ որ Պետրոս եւ Պողոս առաքյալները Հռոմ եկան կարոզելու, ապրեցան այդ քետնին դագը հավատացյալներուն հետ։ Քետնին դագը սիրելներ իրենց դուներն էին, քետնին դագը իրենց պատրակները գնեին, քետնին դագը երբ որ մահանային, գթաղեին, շատ զարմանալի բան է։ Բայց ուրեմն վերջը քրիստոնյաները, երբ որ քրիստոնեություն հաղթական եղավ, այս վայրը հեթանոսական տաճարը այլևս կամ բզիկ իրենց ուխտադերին վերացավ, այստեղ դարձավ քրիստոնյաներու ուխտադերի հին ժամանակներեն 9-րդ դարուն եկեղեցի կառուցեցին, իսկ այս եկեղեցին ներկա իր ձևով 1637 թվականին կառուցված է, 17-րդ դարում, 1637։ Ուրեմն այս եկեղեցին ինչով հռչակավոր է։ Կգարտանք Պետրոսի բարականոն գրքի մեջ, Պետրոսի ավետարան կոչվի, թե երբ որ Ներոն գայսրը քրիստոնյաներուն հանդեպ հալածանքը սկսավ, հալածել քրիստոնյաները եւ սպանել զանոնք, խենթ գայսրեր, քրիստոնյաները վախծած սկսան այստեղերը կան եւ ադորամար քետնաթամփարներուն դա քետնին դագը ապրիլ։ Ներոնը գուզեր սիրելիներ ինչն է։ Ներոնը գուզեր քրխավոր քրիստոնյաներուն քրխավորը բռնել։ Ով էր քրխավորը քրիստոնյաներուն։ Պետրոս առաքյալը, որ եպիսկոպոսն էր, առաջին եպիսկոպոսն էր։ Ուրեմն ուզեց զինք բռնել եւ սպանել։ Քրիստոնյա հավատացյալները Պետրոսին ասին, որ փախչիր այստեղ, փախիր։ Պետրոսը երբ կփախեր, քանի որ ճամփան դեպի դուրս կացող Հռոմեն որ ճամփան է, այս ճամփան է, Ափիան ճամփան, չմոռնաք։ Ուրեմն Պետրոս երբ որ այստեղ են կփախչեր, քաղաքեն կփախեր, երբ որ հոս ասավ, հանկարծ դեսավ Հիսուսը։ Հիսուս ելվի կամ արծած էր, բայց դեսավ Հիսուսը, որ խաչ ուսին գերտար։ Եվ զարմացած խաչուսին չէր, պարզապես գերտար խաչվելու Հիսուս։ Պետրոսը զարմացած սա որ Դոմին է, այսինքն դեր, Quo Vadis, ուր գերտաս։ Եվ Հիսուս Պետրոսին ասավ,
գերտամ ու դեղդ մերնելու։ Եվ այդ ժամանակ Պետրոս գանտրատարնա, որ ինք մահեն է որ կպախի, բայց Հիսուս ըսած էր արդեն, որ երբ որ երդասարդ էր կոդիտ թուն կգաբեի, բայց երբ որ ձերանաս, կոդիտ ուրիշներ պիտի գաբեն և քեզի պիտի տանին հոն, ուր թուն չես ուզեր, և Հովհաննես Առաքյալ իր ավետարանի մեջ կսե Հիսուս այսպես ասելով Պետրոս Առաքյալի մահվան մասին ակնարկեց։ Ուրեմն Պետրոս ետ կվերադառնա անվախորեն և ներոն գայստը կպրնեզի կցերպակալե։ 64 թվականին Պետրոս Առաքյալը կխաչվի, ուր Սուրբ Պետրոսի մայր տաճարը, որ այսօր կա, այցելեցին այդ վայրին մեջ։ Եվ երբ որ զինք պիտի խաչեին, ըսավ ես արժանի չեմ իմ տիրոջս պես խաչվելու, հետևաբար Պետրոս Առաքյալը նայեցեք պատկերը այստեղ, Պետրոս Առաքյալը խաչեցին գլխի վրա, այսինքն գլուխը վրա և ոտքերը վեր։ Տեսեք սիրելիներ, պատկերը ահավասիկ Պետրոս Առաքյալը այստեղ տիրոջ տեսնելով գսե քո վատիս ուր գերտաս և ները իրեն գսե գերտամ ու դեղդ մերդելու։ Նույնը յետևը Պետրոս Առաքյալի պատկերը պիտի տեսնեք, սիրելիներ, ցերկը ուրեմն անալիզանաց, հիշեցեք, որ անալի Պետրոս Առաքյալն է և իմանցի կողմը, Հիսուսը, իմանցի կողմը Հիսուսը, և սիրելիներ Հիսուսի գողած վայրը այս վայրը եղած է։ Հիսուսի ոտնահետքերը ասեք, որ ասիկա գրգ օրինակ ասոր օրիջինալը կպահվի ոս այս հետատախարանելու մեջը օրիջինալը այդեր կպահվի։ Մեկ երկու բանալ սիրելներ Հիսուսի խաչելության դիմաց, Պետրոս Առաքյալի խաչելությունը, իսկ այստեղը հրաշագործ աստվածամոր պատկերն է, շատ հին պատկերը խորանի վրա, դա գրված է Salve Regina, Regina կնշանակե թակուհի, Salve կնշանակե ողջույն թակուհի։ Աստվածամայրը, գիտեք, որ շատ դիպոսներ ունի, Աստվածամայրը կգոչվի թակուհի, դիրուհի, իսկուհի, սրբուհի, այս բոլոր անունները աստվածամոր դրված դիտողներ են։ Իսկ վերևը սիրելիներ, մեջտեղը քարբուկը դնստեք, քարբուկը խորտանշելով Հիսուսը, որտեղ Հովհաննես Մկրտիչը ըսավ, ահավասիկ Աստուծո քարբուկը, որ աշխարհի գամ մարդոց մեղքերը վերցնելու, հիմա բզդիկ ցեզի հեստ դիգրեմ, հացադրեցի որով։ Արձիվը, տեսնեք արձիվը, նախ ասեմ, որ Եսայի մարգարեն 6-րդ գլխի մեջ եւ նաեւ հայտնություն Հովանու գրքի մեջը տեսավ Հովհաննեսն ալ Եսային, որ Աստուծո քահին շուրջ 4 գենտանագերներ կային եւ 4 գենտանիներն էին, ուրեմն ծուլը, արձիվը, մարդու թեմքով հրեշտակը եւ արույցը։ Եվ սակայն ցեզիսի, որ նաեւ ասոնք ավետարանիչներուն, այո, ուրեմն խորհրդանիշներն, եկեք նայ, ծուլը, գովը, որու խորհրդանիշն է, որ ավետարանիչին Ղուգաս, Աբրիկ, Ղուգաս, որովհետև Ղուգաս իր ավետարանի մեջ Հիսուս կներկայացնե որպես զոհ քահանայապետ, որ ինք զոհ գտնի եւ գզոհվի։ Երկրորդը արձիվ, որու խորհրդանիշն է Հովհաննես, որովհետև Հովհաննես Առաքյալ իր ավետարանը աստվածապանական թրիչկով գրեց, Աբրիկ, ապա հրեշտակ մարդու թեմքով հրեշտակը, որ խորհրդանիշ է, Մատթեոս, Աբրիկ, որովհետև Մատթեոս ավետարանը կխոսի Հիսուսի մարմնանալու վրա եւ կխոսի, որ ինքը մարդու որդի է, եւ վերջինը արույցը Մարկոս բնական է, որովհետև Մարկոս ավետարանիչը իր ավետարանը գրեց հռոմեացիներուն եւ Հիսուսը ներկայացուց որպես թագավոր։ Հստակ է։ Ես հիմա պիտի ուզեմ, որ ամենքդ ոտքի եք սիրելիներ, մեկ հատ սուպ երկեք այստեղ եւ Տիրոջ մենք խնդրենք, որ Տերը մեզի անպայմանորեն մեր աղոթները լսելի դարձնե։ Նախ մեկ հատ աղոթ մգարտամ եւ ապա սիրելիներ Տիրոջ ողորմությունը խնդրենք։ Աղոթքը, որ պիտի գարտամ, Էջ 46-25-րդ աղոթքը շնորհակալության աղոթք է, երբ որ ուխտավորները աղոթատեղ մգայցել են։
Անուն Հոր եւ Որդու եւ Որդուի Սրբո ամեն։ Շնորհակալություն քեզի, ով Տեր, որ առաջնորդեցիր մեզ այցելելու այս ուխտավայրերը եւ արժանի էր մեզ ու ներկայության ատկանտելու։ Թող յուրաքանչյուր ուխտավորի սրտեր ու հոգիեն բխած աղոթքը անուշապույրվունք եւ հոգեվոր ընդունելու պատարակը լաքեզի, շնորհե որ մեր կյանքի օրերը ապրենք քու սուրբ երկյուղովդ եւ քու սուրբ սիրույթ թարգմանը լանք մեր շրջապատի մեջ իբրև լույս եւ աղ լուսավորելու եւ համեմելու։ Օրհնե եւ բահե մեզ Տեր եւ Սուրբ Հոգիի շնորհներով զորացում է, որովհետեւ կարենանք քու պատվիրաններդ պահել եւ լուսավորված մտքով քու գամքդ կատարենք եւ քու պատրաստած բարիքներուդ հասնենք բոլոր սուրբերուդ հետ միասին, միշտ բարավորելով ամենասուրբ երրորդությունդ, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից, ամեն, եւ նաեւ սիրելիներ, ձեր բոլորի անունով եւ բոլոր անուն, որոնք կհետևին եւ խնդրած են մեզ, որ աղոթ կնենք իրենց համար այս մոմը պիտի վարեմ, որպեսզի Աստուծո դիմաց մեր աղոթները միշտ բլբլան եւ Աստված բոլորիս աղոթները լսե եւ մեր բոլորին ուխտի աղոթքի պատասխանը տա։ Մինչ այդ նաեւ Սուրբը գերնենք միասին սիրելիներ, թող Աստված ձեր բոլորի աղոթները լսե եւ Աստված ձեր ընտանիքներու մեջ սեր, միություն եւ խաղաղություն բերե։ Yeah.
Տիրոջ եւ Մարգարեից դու ես Քրիստոս Աստված բրգիչ մեր, որը ծեր զամենայն հայրական դրորությունս քո լից երես մեզ հոգվով քով սրբով ամեն Աստված ծեր բոլորին ուխտը կդարն է սիրելներ այժմ մոդենանք գարկով եւ համբուրենք Քրիստոսի ոտնահետքերու այս այժմը անհոր եւ որդվո եւ ոգույն սրբով այժմ եւ միշտ եւ ավիդյանը սավիդենից Երկնքի մեջ իսկապես Տիրոջ ոտքերը պիտի ամփորենք սիրելներ։ Առաջին ամփորող ես պիտի լամ Քրիստոսի ոտքերը, ինձ մի առաջ չամփորեք։ Ձեր բոլորի ուխտը գադարը լաս սիրելներ։ Որնյալ է Աստված Christos Padagagya Ashimichimeru Alleluia Marmin Yurda Mezverabu Jesus
Աստուծո։ Փառք Աստուծո։ Հազար փառք Աստուծո։ Բոլոր տալանքորեցի ժողովուրդ։ Աստված ծեր բոլորի ուխտը գադարն է, Դեր Հիսուս մեզ օրհն է, բահե բահբան է, ամեն տեսակ փորձանքներ եւ փորձություններ են, եւ ծեր բոլորի աղոթները լսե Դերը, ինչ հավատքով որ եկած եք սիրելներ, Դերը ցեզ այդ հավատքի համաձայն պատասխան է եւ թադարք որ եկած եք հավատքով լեցուն վերադառնաք, գիշեք որ եւ որ օրը եկավ հարյուրաբեդ մի իր ծառային համար բժշկություն խնդրեց Տիրոջմեն, Հիսուսը սավ քնած քու ծառատ բժշկված է եւ ինք հավատաց Հիսուսի խոսքին ու երբ վերադարձավ իր մյուս ծառաները եկան ասին որ գիտես քու ծառատ բժշկվեցավ եւ հարցուց երբ բժշկվեցավ որ ժամում ասին որ այս ժամուն եւ այդ ժամանակ գիտավ որ Հիսուսի ըսած ժամանակ էր որ բժշկված էր իր ծառան Սիրելներ հիմա նույն ցեվով ես սրտանց կաղոթեմ եւ կխնդրեմ Հիսուսին ինչ որու համար որ աղոթեցիք ինչ բանի համար որ աղոթեցիք միև որ ծեր երկիրները ծեր դուները վերադառնաք ցեզ մի առաջ արդեն Աստուծո պատասխանը ասածն է Աստված օրհնե բոլորից